Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին։ Այսօր կզրուցենք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հետ։ Բարի երեկո, պարոն Թորոսյան։ Շնորհակալություն հավել ընտրելու համար։ Շնորհակալ։ Քաղաքական կոնտեքստում շատ է քննարկվում աշխատատեղերի խնդիրը։ Ինչ ունենք այսօր շուկայում։ Գիտեք, մենք վերջերս նաև կառավարության նիստերին ազգային ժողովում շատ ենք խոսում ամեն ամիս ըստ էության արձանագրվող նոր ռեկորդների մասին։ Երբ որ մենք ասում ենք, որ դա սովորաբար տեղի է ունենում ամեն ամսվա 20-ից հետո, որովհետև եկամտային հարկի հաշվետվությունները ներկայացնում են գործարի եւ մենք տեսնում ենք, թե ինչքան աշխատատեղ կա, որ եկամտային հարկ է վճարում։ Եվ վերջի ռեկորդը, ըստ էության դա մոտ 823,000 աշխատատեղն է, որը նախորդ թվից տարբերվում էր, ասկն 10,000-ով ավելի։ Մեկ ամսում։ Հիմա նույնիսկ կոնկրետ թիվը կարող եմ ասել, ես իհարկե տարեկանն էլ ունեմ, տեսեք, եղել էր 814 եւ ունենք 823, դրանից եղել 810, 805, ամեն ամիս աճող թվեր ենք տեսնում եւ բանի իմաստով աշխատատեղերի եւ նաեւ վճարվող աշխատավարձի, այսինքն նաեւ միջին աշխատավարձն է բարձրանում եւ մենք վերջի ըստ էության շուտով կլինի 8 տարիներին մոտ 300,000 աշխատատեղ ենք ստեղծել, որը ես նաեւ ուզում եմ այսպիսի գրաֆիկով ցույց տալ, այսինքն ես ունեմ 17-ից մինչև 25 թվականի թվերը, տեսնում ենք թե ինչ աճ ենք արձանագրում, որը կայուն բարձրանում է եւ սրա մասին է խոսում, շատ հաճախ լսում ենք, որ սրանք ստվերից դուրս եկող ինչ որ աշխատատեղեր են, թեև ինքնին դա էլ արդեն մեծ ձեռքբերում է, որտեվ օրինականության դաշտ է գալիս, բայց այսքան ստվերից դուրս եկող աշխատատեղ չի կարող լինել եւ մենք նաեւ այսպես ասած ոչ անմիջական նշաններ ենք տեսնում, որ սրանք իրոք աշխատատեղեր են, նոր մարդիկ են, որոնք աշխատում են, ինչով ենք տեսնում, որտեղ օրինակ տեսնում ենք նաև աղքատության թվերի իջեցում, որը վերջերս էլ վիճակագրական ծառայությունը հրապարակեց եւ միջին աղքատության եւ ծայրահեղ աղքատության թիվը 24 թվականի համար 0.6% է եւ վստահ եմ 25-ի համար ավելի ցածր է լինելու։ Մենք տեսնում ենք մեր միասնական սոցիալական ծառայություններում գրանցված գործազուրկների եւ աշխատող փնտրողների թիվը ես հրապարակել էի մի քանի օր առաջ, սա էլ 21, 22, 23, 24, 25 տարիներին է, այսինքն մենք էլի իջեցում ենք արձանագրում այն մարդկանց, ովքեր որ մեր մոտ գրանցված են որպես գործազուրկ կամ աշխատանք են փնտրում։ Բայց դա լրիվ թիվը չի։ Իհարկե լրիվ թիվը չի, որովհետև կան մարդիկ, որոնք գրանցված չեն մեր մոտ եւ ես առիթը նաեւ օգտագործելով այսօր էլ կոչ էի արել, ուզում եմ խնդրել, որ օգտագործեն մեր ռեսուրսը։ Ինչքան ընդհանուր թիվը գործազուրկների։ Տեսեք, գործազուրկների թիվը տարբեր մեթոդաբանությամբ է հաշվարկվում, բայց մենք ունենք պոտենցիալ, աշխատուժի պոտենցիալ, որը կրկին մեթոդաբանությամբ հաշվում է, որը նորից իջնում է, օրինակ 24-25-ը դեռ իհարկե չկա ամփոփված, վիճակագրական ծառայություն չի ամբողջ, բայց 24 թվին մենք ունենք 124,000 հոգի պոտենցիալ աշխատուժ, այսինքն մարդիկ, որոնք որ կարող են համալրել աշխատուժի աշխատանքային շուկան, հա 23-ին է թիվը եղել 131, 22-ին 141, 20-ին մինչև 187, այսինքն այստեղ էլ ունենք անկում։ Դա ինչ է նշանակում, որ բազմաթիվ մարդիկ, որոնք ներգրաված չեն եղել աշխատաշուկայում, սկսում են ներգրավել եւ մենք այդ կայուն աճը տեսնում ենք եւ տեսնելու ենք ու սա մեկ օրվա կամ մեկ գերատեսչության գործառույթ չէ, սա ամբողջ կառավարության ըստ էության գործունեության արդյունքն է, տնտեսական միջավայրի բարելավման արդյունքն է, մեր էկոնոմիկայի նախարարության գործընկերների աշխատանքի արդյունքն է, ինչու ոչ նաեւ խաղաղության եւ մեր վերած տնտեսական զարգացման արդյունքն է, որը մենք աստիճանաբար տեսնելու ենք, ավելին մենք աստիճանաբար մեր գործատուները զգում են աշխատուժի կարիք, հա, պահանջարկ, որը չեն կարողանում լրացնել որակավորված մասնագետներ, ոչ այդքան որակավորված մասնագետներ, մենք դրա վրա հիմա պետք է աշխատենք, ինչպես բարձրացնենք մեր աշխատուժի որակավորումը եւ նաեւ ցույց տանք ուղիները տեղավորելու, հա, աշխատանքի, դա կլինեն ծրագրեր հատուկ վերապատրաստման, ինչ որ խրախուսման եւ այդ ուղղությամբ մենք անձամբ աշխատում ենք եւ նոր ծրագրեր անելու ենք, թե տարբեր խմբերի համար եւ թե ընդհանուր առմամբ եւ սա ես ինչ ստանձնել եմ պաշտոնս, անդադար ասում եմ, որ մեր նախարարության անունը սկսվում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի, այսինքն աշխատանքից է սկսվում, սա մեր համար պետք է լինի առաջնահերթություն ու այդ տրամաբանությամբ շարունակում ենք եւ չեմ ուզում նաեւ հիշեցնեմ, այսինքն ուզում եմ, որ անդադար մենք ասում ենք, որ աղքատության հաղթահարման
ճանապարհը դա աշխատանքն է եւ ըստ էության դա տեղի է ունենում, որտեղ ասեցի, մենք նաեւ տեսնում ենք օրինակ անապահովության համակարգում եղած մեր քաղաքացիները, գիտեք, հա, այդ նախկին փարոս որ ասում էինք։ Հիմա տեսեք, մենք ունեցել ենք 18 թվականին 92000 ընտանիք այդ համակարգում։ Էլի ցույց տամ, գրաֆիկները լավ են արվում։ Տեսեք, էլի ոնց է իջնում այդ թիվը։ Այսինքն մենք դեռ ունենք իհարկե քաղաքացիներ, 48000 ընտանիք, բայց մենք ունենք համարյա կրկնակի կրճատում քաղաքացիների թվի 92-ից 48, որը էլի խոսում է նրա մասին, որ վիճակը գնալով բարելավում է, իհարկե այն հեռու է կատարյալ լինելուց, ոչ մեկ չի ասում, որ ամեն ինչ լուծված է, մենք այլևս խնդիր չունենք, թե աշխատատեղերի մասով, թե աղքատության մասով, բայց ճանապարհը տանում է դեպի դրան։ Տարբեր կողմերից որ նայում ենք, ստանում ենք նույն պատկերը, հետեւաբար մեկ ցուցանիշը հիմք չի վերցվում նման եզրակացություններ անելու համար եւ այստեղ սխալանք չկա ըստ էության։ Եթե մեկը վերցնեինք, մյուսները չնայեն, կարող ասենք դա երևի ինչ որ մի բան կարող է սխալ եք հաշվել կամ կարող է դա ամբողջությամբ ցույց չի տալիս իրավիճակը, բայց ես արդեն այս մի քանի րոպեի ընթացքում բազմաթիվ բաներ ցույց տվեցի, որ դրա մասին է խոսում, ու մի կարևոր բան էլ, եթե թույլ կտաք, տեսեք, մենք հաճախ ասում ենք, որ մենք նաև ունենք խմբեր քաղաքացիների, հա, կենսաթոշակառուներ, նպաստառուներ, հաշմանդամներ, որոնք պետությունը որոնց վճարում է կենսաթոշակներ եւ նպաստներ, չէ։ Մենք պահ ենք ունեցել, որ աշխատատողների թիվը ավելի քիչ է եղել, քան կենսաթոշակառուների եւ նպաստառուների թիվը, իհարկե։ Եվ հիմա է, որ հակառակ իրավիճակ ունենք, թեև կենսաթոշակառուների թիվն էլ է աճել։ Այսինքն վերջի 8 տարիներին մենք համարյա 100,000-ով, համարյա չէ, 100,000-ից ավել կենսաթոշակառու եւ նպաստառու ենք նպաստներ եւ կենսաթոշակներ վճարում պետական բյուջեի հաշվին 2017-ին այդ թիվը վերջի դրությամբ եղել է 535,000, հիմա 663 է, այսինքն 130,000-ով ավելի մարդու են կենսաթոշակ եւ նպաստ վճարում վերջի 8 տարիների ընթացքում, բայց միևնույն է 663 ավելի փոքր է, քան 823-ը։ Այն դեպքում, երբ որ 2017 թվականին հակառակն ա եղել, 17 թվականի վերջին, 18 թվականի սկզբին, այսինքն մենք ունեցել ենք ավելի շատ մարդ, որոնց պետք է վճարենք, քան ավելի շատ մարդ, որը եկամուտ է ստեղծում եւ հարկեր է վճարում։ Եվ սա խոսում է նաեւ այս process-ների առողջացման մասին, հասկանում եք, երբ որ հակառակը տեղի չի ունենում, որ մարդիկ սկսում են ավելի քիչ աշխատել, հակառակը սկսում են ավելի շատ աշխատել եւ նույնը, այսինքն բեռը աշխատող մարդկանց ավելի քչանում է աշխատող մարդկանց վրա եւ ոչ թե հակառակը։ Եվ իհարկե նորից եմ ուզում ասել, սա վարվող տնտեսական քաղաքականության արդյունքն է եւ մենք շարունակելու ենք այս ճանապարհը։ Սահմանամերձի մասին ինչ բնակարաններ մենք ինչ թվեր ունենք։ Տեսեք, մենք լավ ծրագիր ունենք, այդ 16 միլիոններին է, որ այս պահին կարելի ասել կանգնած վիճակում է եւ մենք հիմա դիտարկում ենք այն վերաբացելու հնարավորությունը։ Դուք գիտեք, որ ձեր աշկով էլ տեսել եք շատերը, թե այդ գյուղերի մոտով անցնելիս թե ինչքան բնակարաններ են կառուցվել։ Թվերը ինչ են ասում։ Այս պայդրությամբ մենք ունենք հաստատված 2384, այսինքն 2400 տուն, հա, եւ եթե հաշվենք, որ պատկերացրեք տան ամեն տան մեջ մի 3-4 հոգի ապրում է, հա, դա 10000-ից ավել քաղաքացու մասն է, խոսքը 10000 քաղաքացի ստացել է նոր բնակարան, ամբողջությամբ նոր պետական բյուջեի հաշվին ըստ էության, եւ հենց հիմա էլ քննարկում ենք դրա վերաբացման հնարավորությունը, որտեվ տեսել ենք, որ այն արդյունավետ է նաեւ այնքանով, որ քաղաքացին ինքն է որոշում ըստ էության որտեղ կառուցել մեր ասած պարամետրերով եւ կարծես թե դու իրենց վզին չես փաթաթում, ասում ես, այս տունը գնա ապրի։ Դու սահմանամերձ պետք է լինի։ Իհարկե, սահմանամերձ եւ որոշ չափով նաեւ ունենք այնտեղ նոր կառուցվող դպրոցներով մի գյուղ, որը մտածում ենք ընդլայնենք, այսինքն այն գյուղերում, որտեղ որ դպրոցներ են կառուցվել եւ թափուր աշակերտների տեղեր կան, այնտեղ խթանենք, որ ավելի շատ կառուցվեն եւ եթե մեծ ընտանիքներ կան, հնարավորություն ունեն մեկ տան մեջ ապրելու, կիսվեն եւ երկու տան մեջ ապրեն եւ այդպես շարունակ եւ սա գիտեք, բացի թվերից, թվերը կարեւոր են, բայց երբ որ դու գնում ես այդ գյուղեր, դու զգում ես ինչ շունչ կա այդ գյուղերում։ Գյուղեր ունենք մենք 100-ից ավել, 200-ից ավել տներ են կառուցվել, գյուղեր ունենք թաղամասեր են կառուցվել նորովի ամբողջությամբ եւ այդտեղ կյանքը եռում է, ել չեմ ասում
այդ կապիտալ շինարարության էֆեկտը, հա, երբ որ աշխատատեղեր են ստեղծվում, այդ նույն տների վրա մարդիկ են, չէ, աշխատում, այդ շինանյութ է ձեռք բերվում, տարբեր այլ հարակից ծառայություններ են տեղի ունենում, ինքը ըստ էության մասշտաբային բնակարանաշինության ծրագիր է, ըստ էության։ Ոնց որ օրինակ հիպոթեկի վերադարձն ենք, չէ՞, մենք համարում մասշտաբային բնակարանաշինություն, որ տասնյակ հազարավոր մարդիկ իրենց եկամտային հարկը կարող են ուղղել հիպոթեկի, նույն մոտավորապես սա էլ դա է եւ էլի հաջողված սոցիալական մի քիչ ժողովրդագրական ծրագիր է։ Իսկ Ղարաբաղցիների ծրագիրը Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների ծրագիրն էլ է հաջողությամբ ընթանում, մենք ունենք էլի լավ կորերի աճ, ես այսօր պատրաստված եմ եկել ճիշտն ասած, տեսեք այս կապույտը կտրուկ աճն է սերտիֆիկատների ստացման, ինչը նշանակում է, որ քաղաքացիները ավելի վստահությամբ են դիմում այդ ծրագրին եւ ստանում, եւ մենք փաստացի այսօրվա դրությամբ արդեն իսկ ունենք 4404 ընտանիք, որ վերցրել է սերտիֆիկատ, դա մոտավորապես 20000 հոգու մասն է խոսքը։ Իհարկե մենք ուզում ենք, որ բոլորը վերցնեն, բայց այնտեղ կա նաև քաղաքացիության պահանջ, որը միշտ չի, որ այդ մեր հայրենակիցները ուզում են ստանալ։ Եվ այս 4404-ից արդեն 1936-ը արդեն իսկ ձեռք է բերել տուն։ Դա կարող է լինել բնակարան, որը նախկինում էր կառուցված, եւ նաև կարող է լինել լրիվ նորակառույց, որտեղ մենք թույլ ենք տալիս նաև դա օգտագործել նորակառույց տան վրա եւ ամփոփելով կարող եմ ասել, որ Ղարաբաղի հայրենակիցների ծրագիրը ընդհանրապես ամենամասշտաբային ծրագիրն է, որտեղ մոտ 2 միլիարդ դոլարի ծախս է ենթադրում մի քանի մոտ 10 տարվա ընթացքում եւ մենք ամեն տարի բյուջեում ունենք դրա մասը տեղաբաշխված, որպեսզի վճարումները կատարենք պետական բյուջեից եւ նման մասշտաբային ծրագիրը ըստ էության երբևէ չի եղել 2 միլիարդ Հայաստանում, այո։ Ամբողջությամբ գնահատվում է այդքան։ Տեսեք, պարոն Թորոսյան, դուք ասացիք 125000, եթե սխալ չեմ հիշում, պոտենցիալ աշխատող, այո։ Քաղաքական ուժեր կան, որոնք խոստանում են 300000 աշխատատեղ։ Այդ ո՞նց է։ Ես չգիտեմ մաթեմատիկայից մեր որոշ գործընկերներ ոնց են, բայց 300000 աշխատատեղ մենք արդեն ստեղծել ենք եւ շարունակում ենք ստեղծել, ըստ էության տարեկան մոտավորապես 40-ից 50000 նոր աշխատատեղ է ստեղծվել վերջի տարիներին, այդ թվերը դրա մասին են խոսում եւ շարունակել են ստեղծել, բայց նորից եմ կրկնում, մենք արդեն զգում ենք այդ պահանջարկը, որը չի բավարարվում բիզնեսների, այսինքն աշխատողների կողմից, որակյալ մասնագետների եւ որակյալ այն իմաստով որակավորված նեղ մասնագիտացված եւ նաեւ ընդհանուր պրոֆիլի, հա, կան աշխատատեղեր, որ մոտավորապես միջնակարգ կրթություն ունեցող մարդն էլ կարող է անել եւ դրա մեջ որևէ վատ բան չկա, մենք այդ իմաստով էլ նույնիսկ համալրման խնդիրներ ենք ունենում։ Ես ինքս այցելում եմ եղել եմ մեր բոլոր միասնական սոցիալական ծառայությունների գրասենյակներում, մենք 49 ունենք եւ բոլորի հետ խոսում եմ, հարցնում եմ, կան աշխատատեղեր, որ երկար չեն լրացվում, թափուր են մնում, ասում եմ, այո, կան, չեն կարողանում գտնել մարդիկ կամ չեն ուզում եւ հետեւաբար ունեն այլ եկամուտ, թեև գրանցված են որպես գործազուրկ, հա, այդ բանն էլ կա, կամ օրինական չեն ուզում տարբեր պատճառներով, դրան էլ դա մի ուրիշ խոսակցության թեմա է, ասենք բաներ ունեն, հարկադիր ակտեր եւ այդպես շարունակ։ Եվ պետք է իհարկե ստեղծել աշխատատեղեր, ինչը մենք անում ենք, բայց նաև պետք է հասկանալ, որ այդտեղ պոպուլիզմի տարեր իհարկե չլինեն, որովհետև այտենց ասել է հեշտակ, ինչի 300000 եկեք 1 միլիոն աշխատատեղ ստեղծենք մի երկրում, որտեղ այդքան մարդ չկա, որը կարող է աշխատել, որտեղ մենք ունենք երեխաներ, մենք ունենք տարեցներ, մենք ունենք հաշվանդներ եւ արդեն իսկ աշխատող մարդիկ, որոնք նշեցի ինչքան են 823000 են դեկտեմբերի տվյալներով։ Եվ գիտեք, այդ քաղաքական տենց ենթադրում եմ, ինչ որ նյարդ են ուզում գտնեն, հա, նյարդին կպնեն, որ աշխատատեղ չկա, ինչ որ մինչև էլ ասում են գործարաններ կառուցենք, դպրոցին չի կառուցում, գործարան կառուցեք, ճանապարհին չի կառուցում, գործարան կառուցեք։ Այս մարդիկ գործարաններում են նաև աշխատում, որոնց պետք է հասնել լավ ճանապարհներով եւ նաև որտեղ պետք է աշխատեն լավ կրթված մարդիկ։ Դե մեր ընդդիմությունը նոր դեմոգրաֆիական լուծում է գտել։ Սամվել Կարապետյանի որդին հայտարարեց, որ պետք է անբարոյված կին չմնա։ Սեքսի նախարարություն եւ դեմոգրաֆիան կավելանա։ Ստրատեգիական մոտեցում է։ Ես չեմ ուզում նման
անհարիր կամ անմակարդակ հայտարարությունների ընդհանրապես անդրադառնալ, կարծում եմ մեր ժողովուրդը իհարկե այդ գնահատականը ինքն իրեն կտա, որտեղ նման կերպ խոսացող մարդիկ չեմ կարծում, որ լավ գնահատականի կարժանան որևէ մեկ քաղաքացու կողմից, բայց եթե լուրջ մոտենանք հարցին, ծնելիության խթանման, հա, տեսանկյունից, ապա դրա համար այդ նշված մեթոդները չեն աշխատում, հին մեթոդները չեն աշխատում, որտեվ պետք է մարդիկ պայմաններ ունենան այդ երեխաներին պահելու, ինչով մենք զբաղվում ենք, դա օրինակ երրորդ եւ հաջորդ երեխայի մեր 50,000 դրամի նպաստն է, որ ներդրել ենք եւ հաջողությամբ աշխատում է, դա երեխա ունեցող ընտանիքների աջակցության ծրագիրն է, երբ որ մենք աջակցում ենք հիպոթեկի մարմանը, երբ որ երեխա է ծնվում ընտանիքում կամ մարզային բնակավայրում նոր տուն են ուզում ձեռք բերել եւ մեր ընդհանրապես ժողովրդագրական կամ նույն 16 միլիոնների ծրագիրը դա ժողովրդագրական ծրագիր է, ես քիչ առաջ նշեցի, ինչու, որտեվ օրինակ նույն գյուղական բնակավայրում հաճախ լինում է, չէ՞, մեծ ընտանիքներ, գիտեք, եւ քնելու տեղ չկա, պարզապես նոր երեխայի եւ մենք թույլ ենք տալիս եւ այնտեղ կա պայմաններ, որ կամ պետք է ունենան անչափահաս երեխայի ծրագրից օգտվելու համար, կամ պետք է ծնողների, այսինքն կնոջ եւ ամուսնու գումարային տարիքը 75-ից բարձր չլինի, այսինքն երիտասարդ տարիքի պետք է լինի, որ ինչը ենթադրում է, որ իրանք դեռ կունենան երեխա կամ երեխաներ։ Եվ ժողովրդագրությունը մեր իհարկե ուշադրության կենտրոնում է մշտապես եւ մենք հատուկ այդ ուղղությամբ աշխատում ենք ու նոր ծրագրեր կունենանք, իսկ ինչ վերաբերում է նորից եմ կրկնում այդ անհարիր արտահայտություններին, ես նույնիսկ չեմ էլ ուզում մերս եթերը պղտորել դրանցով, որովհետեւ կարծում եմ, որ բավարար է, որ մեր ժողովուրդը նման բան արդեն լսել է այտենց ուղիղ խոսքով էլի այդ մարդկանցից։ Շատ լավ, հիմա տեսեք Եկեղեցականները գիտեք, պետք է գնան Վիեննայի ժողովի եւ մեր իրավապահ մարմինները գործեր են հարուցում եւ արդեն մի քանի եկեղեցական չի կարող թռնել, արգելված է։ Ընդդիմությունը ասում է սա ուղղակի իշխանության կողմից ճնշում է, որ եկեղեցականները չկարողանան Վիեննայում հավաքվել կաթողիկոսի գլխավորությամբ։ Հենց նրանք որոշեցին գնալ Վիեննա, մեկ էլ հոպ Դե գիտեք, եկեք իրերը իրենց անուններով էլի կոչենք։ Նախ երկրորդ կեսից սկսեմ։ Այդ գործը լրի ուրիշ բանի մասին է։ Դատարանի վճիռը չկատարելու, ճիշտ է, ճիշտ եմ հիշում կամ ճիշտ եմ հասկանում։ Ինչքան գիտեմ, ճիշտ եմ հիշում եւ հասկանում։ Եվ եթե դատարանի վճիռ ոմանք չեն կատարել, պետք դրան կա համապատասխան քրեական հոդված, ինչ կապ ունի դու եկեղեցական ես թե չէ։ Էլի համընկավ։ Չէ, տեսեք, ինձ վրա եմ օրինակ բերում։ Ես դատարանով ինչ որ բան էի պարտավոր անել, եթե չկատարը ին վրա էլ կարող է։ Ու իրականություն եմ ասում, էլի, այսինքն պարտավոր է ինչ որ գործողություն իրականացնել, հիմա չեմ ուզում մանրամասների մեջ մտնել։ Ես դա արել եմ։ Համաձայն չլիները, որովհետև թե համաձայն լինեի, չէի պաշտպանվի, չէի բողոքարկի եւ այլն։ Եթե ես դա չանեի, ին վրա իմ նկատմամբ պետքա հարուցեին քրեական գործ դատարանի վճիռը չկատարելու մասով։ Այդ մեկ, այսինքն բացարձակ կապ չունի եւ այդ գիտեք այդ սակրալացումը, այդ հա սրբադասումը օրենքից դուրս դնելը, հա իրենց կամ իրենց շրջապատը վաղուց պետք է դադարած լիներ եւ հիմա կարծես թե դադարում է, այսինքն չկա օրենքից դուրս որևէ քաղաքացի օրենքից դուրս։ Բայց դե մեծ կարևոր հանգամանք կա այդ առաջի կտորը։ Իսկ այդ հայ առաքելական եկեղեցու կտրիչ Ներսիսյանի շրջապատը, հա, ինչի է հավաքվում Հայաստանից դուրս։ Այդ Հայաստանի հետ իրանք այդքան կապ չունեն, կապ ունեն Ավստրիայի հետ, հա։ Կարող է Ավստրիան է իրենց շահերի կենտրոնը, օրինակ ավստրիական բանկերը, չգիտեմ էլի, այտենց կան էլի լավ բանկեր Ավստրիայում։ Կարելի է կռահել իրենց բացատրությունը։ Նրանք ասում են, որ եթե բոլորով հավաքվեն Հայաստանում, խոչընդոտներ կլինեն, կարող ձերբակալություններ լինեն դրսից եկողների նկատմամբ եւ այլն։ Այդ որ մի դրսից եկողին ենք ձերբակալել կամ այդ ում են ձերբակալել, որ ինչ որ պարզապես հիմա գնում են գալիս են եւ այլն, այնպես չի որ չեն գնում գալիս, որ մի հատ էլ տենց անհեթեթ հիմնավորում են բերում, չէ, դա խոսում է ուրիշ բանի մասին։ Դա խոսում է ավելի խորը պատճառների մասին, որ իրենք իրենց շահերի կենտրոնում չեն դնում Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետությունը, որտեղ գտնվում է Էջմիածին քաղաքը, որտեղ գտնվում է Մայր Աթոռը։ Մոտարպես նույն տրամաբանությամբ, ինչպես նախկինում շատ դարեր առաջ, օրինակ կաթողիկոսներ նշանակվում էին եւ ընտրվում էին ոչ Հայաստանում
այլ օտար ափերում, կայսրություններում սովորաբար եւ այն թագավորները, որոնք որ փորձում էին դա բերել Հայաստան, այն ժամանակ, հա, թագավորություն, հայկական թագավորություն, արժանանում էին եկեղեցու ոչ միայն մեղադրանքներին, այլև նաեւ ֆիզիկական բաների էին արժանանում, նույնիսկ սպանվում էին, հա։ Եվ այստեղ շատ խորը բան կա եւ մեր այս շարժման իմաստը նաեւ այնա, որ հայ առաքելական եկեղեցին նաեւ պետքա Հայաստանի Հանրապետության շահերը սպասարկի, ոչ թե այլ շահեր, հա։ Բազմիցս խոսել ենք ինդիվիդուումների մասին, հա, այնտեղ անուններ են տրվել տարբեր գործակալների եւ այլն, բայց այստեղ նաեւ հավաքական խնդիր կա, որը կարծում եմ աստիճանաբար լուծվում է, նաեւ այս բարեմորոգման գործընթացը դրան է տանում եւ եկեղեցականները, որոնք որ խոսում են ընդդեմ են բարքերի, որոնք կան Կտրիշ Ներսիսյանի ղեկավարած շրջապատում, հա, կամ հանրույթում եկեղեցական, իրանք հարիշ չեն եկեղեցուն եւ ընդհանրապես որևէ պետության, հա, այդ գողական, այլ ֆինանսական ինչ որ բաներ, այդ բարձր բան խոսում, բայց տեսեք, շատ բարձր բան կա։ Դուք ասում եք Կտրիշ Ներսիսյան, հա, եւ ասում եք նա կաթողիկոս չի։ Նա ընտրվել է կաթողիկոս եւ այլ իրավական չեղարկում դեռևս չկա։ Նա ինչ որ հրաման է տալիս, ինչ որ եկեղեցականի, ասենք, կարգալույց անում, դուք ասում եք մենք չենք ընդունում։ Չէ, մենք չէ։ Նախ կա դատարանի վճիռ, բացի մեր չընդունելուց։ Դատարանի վճիռը բացի մեր չընդունելուց, որտեղ մենք ասում ենք ինչի չենք ընդունում։ Դուք ասում եք չենք ընդունում, որովհետև կաթողիկոսը իրավունք չունի զբաղեցնել, այսինքն Կտրիշ Ներսիսյանը իրավունք չունի կաթողիկոսի պաշտոն զբաղեցնել, որտեղ երեխա ունի։ Որտեւ իրավունք բայց դա ապացուցված չի, չէ։ Ապացուցված է։ Չէ, ով ապացուցում։ Մենք պարզապես մեր պարկեշտությունը գիտենք, կողքի չենք դնում, չէ, եւ անուններ հիմա չենք հրապարակում։ Ու որտեվ չենք ուզում, որ երեխան խարանի կամ խտրականության ենթարկվի հոր ձևով որևէ ձևակերպված։ Բայց լավ հարց եք տալիս, շատ լավ հարց եք տալիս, շատ լավ։ Իսկ գիտեք ինչի ձևակերպված չի, որտեվ ավանդաբար հայ առաքելական եկեղեցին մի քիչ առաջ է ասում, իրան դուրս է դրել իրավական գործընթացներից։ Ինքը ինքնուրույն է ամեն ինչ որոշը, ինքն է եղել օրենքը եւ մոտարապես պետության մեջ։ Ես էլ ասում եմ, որ դա չի կարող այդպես լինել եւ չպետք է շարունակվի եւ չի բացառվում, որ ինչ որ մի օր օրենքով կարգավորվի այդ ամեն ինչը, որտեվ հիմա օրենքով չի կարգավորված, իրանց կանոնադրություններով է կարգավորված, որոնք իրանք իսկ ասում են, որ կամ հին են, կամ հնացած են, կամ դրանց հղում անելու իրավունք ունեն միայն եկեղեցականները, մենք իրավունք չունենք հղում անելու որպես հայ առաքելական եկեղեցի կազմակերպության կանոնադրություն, հա։ Դուք գիտեք, որ մեր սահմանադրությամբ նաև գրված է, որ հայ առաքելական եկեղեցու եւ պետության հարաբերությունները կարգավորվում են օրենքով եւ կա օրենք հայ առաքելական եկեղեցու մասին։ Ուրիշ բան, որ այդ օրենքում այդ հարցերը դեռ կարգավորված չեն, բայց նաև բարենորոգման այս ամբողջ գործընթացի վերջնանպատակը կարող է լինել նաև հենց օրենքով կարգավորելը, ոչ միայն հոգևոր իմաստով բարենորոգումը, որը ամենակարևորն է միգուցե, բայց նաև իրավական իմաստով բարենորոգումը եւ կարգավորումը։ Այ ընդդիմությունը ասում է, դատարանը իրավունք չունի որոշելու։ Ահա։ Նա կարգալույց է, թե կարգալույց չի, դա բացառապես կաթողիկոսի իրավասությունն է։ Ուղղակիորեն նշանակում է, որ նրանք օրենքից դուրս են։ Այսինքն ընդդիմությունն ասում է, որ եկեղեցին Չէ, ընդհանրապես նրանք ասում են օրենքը այդպես է կարգավորում։ Չէ, օրենքը այդպես չի կարգավորում, եւ եթե վարչական դատարանը ընդունել է վարույթ այդ հայցը, հա, ապա նա ընդդատյա է այդ դատարանին, հա, այդ հարցը ընդդատյա է։ Կարելի է դատական կարգով վիճարկել եւ լուծել։ Եթե վարույթ չընդուներ, ասել ես գործ չունեմ դրա հետ։ Բացարձակ իմ իրավասությունների մեջ չի, ընդհանրապես դա վարչական իրավունքի հետ կապ չունի, այդ դեպքում կարելի ասել, հա, դա կապ չունի, բայց հակառակը։ Եվ սա կարծում եմ շատ լավ նախադեպ է, որ ընդհանրապես այդ բոլոր հարցերը բերվեն իրավական նաև դաշտ, հա, որտեղ չի կարող լինել որևէ կազմակերպություն երկրում, որը դուրս է օրենքից, եւ օրենքը չի կարող միջամտել օրենքը հենց այդ կազմակերպության գործերին օրենքով սահմանված կարգով։ Եվ սա նաև որպես իրավական գործընթաց, ասում եմ, շատ լավ եւ ճիշտ նախադեպ է եւ ընդհանուր առմամբ այդ օրենքի դաշտ բերելու, գիտեք, բոլոր փորձերը նման դիմադրության են արժան։ Հիշում եք, հարկերի մասով խոսակցություն կար մի պահ, որ ինչու եկեղեցին հարկեր չի վճարում, ինչի եկեղեցականները չեն ստանում օրինական աշխատավարձ, իդեպ դա նաև նրանց վնասում է, որովհետև չեն կարողանում օգտվել բազմաթիվ պետական ծրագրերից, ստաժ իմ մասով ասեմ, ստաժ չեն ունենում այդ մարդիկ, հասկանում եք, երբ որ գնում են կենսաթոշակի։ Բա թոշակ ո՞նց են ստանում։ Չեն ստանում, ստանում են ծերության նպաստ, որը ամենացածը կենսաթոշակն է, ի տարբերություն այն մարդկանց, ովքեր որ ունեն կուտակած ստաժ։
Այսինքն եթե դու ունես 10 տարուց ավել ստաժ, դու կենսաթոշակ ես ստանում, եթե 10 տարուց ցածր ստաժ ունես, ստանում ես ծերության նպաստ, որը նվազագույն կենսաթոշակն է կամ ծերության 36000 դրամ։ Այսինքն բազմաթիվ բաներ կան, որ միշտ մնացել են չկարգավորված, որտեղ ասել են դե կամ չի կարելի կպնել այդ ամեն ինչին, կամ էլ որ կպնենք վատ արձագանք կլինի, եկեք չկպնենք, հա, կամ ձեռք է տվել տարբեր ժամանակների կաթողիկոսներին կամ իշխանություններին այդ իրավիճակը, հիմա մենք ասում ենք, որ չէ, պետք է այդ ամեն ինչը կարգավորել, նաև գիտեք, ի նպաստ, այդ ամեն ինչը ի նպաստ եկեղեցու է, ոչ թե ի հակադրություն եկեղեցու։ Այդ ուրիշ բան, որ որոշ անձերի շահեր կարող են եկեղեցու շահերի հետ կամ պետության շահերի հետ չհամընկնել։ Այդ անձերի խնդիրն է, որը մենք կլուծենք։ Որն է այս ամենի խորքային մոտիվացիան։ Ես կարծում եմ ամեն ինչ շատ թափանցիկ եւ հրապարական է, շատ։ Ոչ մի այլ խորքային մոտիվացիա չկա եւ եթե օրինակ նկատի ունեք այն էլի անհետ բացատրությունները, որ այս ամենը սկսվեց, երբ Կտրիչ Ներսիսյանը այս անգամ էլ Շվեյցարիայում ինչ որ հայտարարություններ, այս գիտեք անհեթեթության նախ այդ հայտարարությունները օքեյ, արել է, լավ է արել, իր իրավունքն է, կա խոսքի ազատություն, ինչ են տվել կամ ինչ կարող էին տալ, սուտ պրագմատիկ առումով, հա։ Հիմա բանը դնենք մի կողմ այդ պաթոսը եւ էմոցիան։ Եվ երկրորդը ինչ կապ ունի այն ամեն ինչի հետ, ինչ որ մենք ասում ենք, որ եկեղեցիները այս վիճակում են, եկեղեցականները հետո այն ինչեր բացահայտվեցին, ստիպողաբար գնալ ընդդիմության երթերին, ցույցերին, ստիպողաբար Հայաստան Դաշինքի շտաբ էին վերածել 21 թվականին կաթողիկոսի օրհնակն էին բերում Ռոբերտ Քոչարյանի նախընտրական արշավին, իսկն այդ ամեն ինչ ինչ կապ ունի ինչ որ բաների հետ, էլի դարձել են ըստ էության պետության դեմ մի խմբակ, հա, այդ խմբակ բառը վերջերս։ Տեսեք, դուք ասում եք պետության դեմ։ Այո։ Պետական ինստիտուտների, երբ որ դուք քննադատում եք կաթողիկոսին, դուք ասում եք դա եկեղեցու դեմ չի։ Դա անձերի դեմ է, ճիշտ է։ Հիմա իրանք քննադատում են իշխանությանը, դա ինչի է պետության դեմ, այլ ոչ թե իշխանության դեմ։ Տեսեք, օրինակ բերեմ, օրինակ որ դատական համակարգի բաները չեն ընդունում, հա, որոշումները եւ չեն կատարում, դա պետության դեմ է, թե օրինակ վարչապետ Նիկոլ Փաշինյան կամ իմ դեմ։ Դա ակնհայտորեն պետական ինստիտուտի դեմ է, հա։ Կամ երբ որ օրինակ կոչեր են անում որոշ եկեղեցականներ բռնի ուժով պետական կարգը տապալելու, դա Նիկոլ Փաշինյանի դեմ է, թե պետության դեմ է։ Իսկ թվում է ակնհայտ է, որ պետության դեմ է։ Կամ որ որոշ եկեղեցականներ պլանավորում են այդ ամեն ինչը եւ ըստ էության մենք ուն բավարար իմ կարծիքով ապացույցներ ունենք կամ լսել ենք, որ այդ ամեն ինչը դա կրկին Նիկոլ Փաշինյանի կամ քաղաքացիական պայմանագրի դեմ է, թե պետության սահմանադրական կարգի դեմ է։ Եվ իմ համար ակնհայտ է այդ հարցերի պատասխանները եւ ես կարծում եմ մեր ժողովրդի մեծամասնության համար առնվազն եւ այստեղ այնց երկրորդ կարծիք լինել չի կարող եւ իրենց այդ հակոստը, հա, չի կարող լինել իրենց համար անձեռնամխելիության ծածկույթ, հա, որպեսզի իրենք խուսափեն օրենքի առաջ հավասար լինելուց։ Բայց կա նաև ավանդույթի ուժ, չէ՞, մանավանդ եկեղեցու պարագայում։ Եվ ավանդույթի ուժը փաստորեն չարաշահվել է, հենց դրա մասն ենք խոսում, որ չի կարելի լինել օրենքին հպատակ, չի կարող լինել դատարանին ընդդատիա, բայց կարող է լինել օրինակ այլ երկրների ծառայություններին հպատակ եւ ընդդատիա։ Շնորհակալություն։ Շնորհակալ։ Մենք կհանդիպենք, ցտեսություն։